այս պատմության մեջ մի հատ լավ լուր կա, մի հատ վատ։ Որ մի տարի հետո հանրապետականը կորցեց իշխանությունը։ Լավ լուրն է նա, երբ որ դու քաղաքական գործիքները լրիվ սպառում ես ու զիբիլնա դառնում քո հենարանը, այդ կրիմինալ է, օլիգարխիկ կրիմինալ կլինի, հոգևոր կրիմինալ կլինի, չգիտեմ։ Այդ նշանակումը մոտեցել է քո իշխանության քաղաքական վաղճանը։ Եվ եթե նույնիսկ 2026-ի շոր ձևով կարողանաս մարսես, ընդհակառակ այդ ավելի աղմկոտ վերջաբանն է քո մոտեցնելու, որտեղ պարզ է արդեն 26 թվին տեղամասերում, ընտրական գործընթացում էլ այս ովքեր են թելադրողը։ Այո։ Այդ լավ լուրը է սա, որ այս իշխանության ամիսները առնվազն հաշված է։ Վատ լուրն է նա, որ մենք գնալու ենք փոփոխությունների ոչ խաղաղ փոփոխությունների ճանապարհով, այսինքն փոքրանում է քաղաքական լուծումների դաշտը, հա, եւ մեծանում է հերթով բոլոր դռները փակում է։ Եվ մեծանում է ցնցումներով ինչ-որ բան փոխելու դաշտ։ Օրինակ ես չէի ուզենա, որ փոփոխությունները նոր էլի հեղափոխական լինեն կամ փողոցով լինեն, որտեվ ընդհանրապես այդ հեղափոխական մոտեցումների դեմ եմ ես, ավելի դասական, ավելի էլեկտորալ ճանապարհներին եմ կողմ, բայց Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհը փակում է։